Շարունակելով երաժշտական թեման, շատ երաժշտական հյուր ունենք, դեկտեմբերի 2-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, այդ առթիվ դեկտեմբերի 4-ին հրաշալի համերգ է լինելու։ Հրաշալի ծրագիր կա մեծ նվագախմբով ու մեր տաղավարում է դաշնակահար Լևոն Կարապետյանը։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Բարև ձեզ։ Այ ինչ համերգ է սպասվում, ինչպես եղավ առաջարկը մասնակցելու, էլ ովքեր են ներգրաված լինելու, մեզ ամեն ինչ հետաքրքրում է համերգի հետ կապված։ Սիրով ներկայացնեմ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված համերգ է լինելու դեկտեմբերի 4-ին, որտեղ ելույթ եմ ունենալու ես նվագելով ազգային օպերա եւ բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Կարեն Դուրգարյան, որին անչափ շնորհակալ եմ այս ամենը կազմակերպելու համար մայստրո պարոն Դուրգարյանին, եւ դեկտեմբերի 4-ին լինելու է համերգը երկու բաժնից, առաջին բաժնում նվագելու եմ ես Բեթհովենի դաշնամուրային 4-րդ կոնցերտը գրված նվագախմբի համար, 3 մասից է, եւ նաեւ նվագելու է երկրորդ բաժնում Լուսինե Սարգսյանը, ջութակահարուի Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը նվագախմբի հետ։ Իդեպ ասեմ, որ Լուսինե Սարգսյանը միակ ջութակահարն է աշխարհում, որը չի տեսնում, որովհետեւ կան երգիչներ, գործիքավորողներ, երգահաններ, որոնք ասենք հաշմանդամություն են կոնկրետ ասենք չեն տեսնում, դաշնակահարներ, բայց կույր ջութակահար չկա։ Եվ սա շատ մեծ առիթ է լսելու նրան, նա 7 միջազգային մրցույթների դափնեկիր է, բազում ջութակի կոնցերտներ է նվագում, 75 կոնցերտ, Սիբելիուս, Չայկովսկի եւ այլ կոնցերտներ, Պագանինի կապրիսներ, ջութակի ռեպերտուարի մեծ մասնությունը նա նվագում է, եթե ոչ լրիվ, եւ կոնցերտների մեծ ցանկ ունի, նվագել է տարբեր նվագախմբերի հետ, Չեխիայում, Պետերբուրգում, վերջերս Իսպանիայում մրցանակի արժանացավ, բազում միջազգային մրցանակներ ունի, միջազգային մրցույթների դափնեկիր է եւ բոլորին սիրով հրավիրում եմ ես եւ մայստրո պարոն Դուրգարյանի անունից եմ ուզում ասել հրավիրել, Լուսինեի անունից էլ ամբողջ օպերայի նվագած խմբի անունից, որ դեկտեմբերի 4-ին անպայման եկեք եւ մեծ բավականություն կստանաք այդ համերգից, քանի որ նաեւ ժամանական շրջանների ստեղծագործությունները, որոնք որ ես ներկայացնելու եմ, շատ տարբեր են։ Ես եւ Լուսինեն, որ պետք է ներկայացնենք, այսինքն Բեթհովենը սկզբից լինելու, այնուհետ Արամ Խաչատրյանը, տարբեր ժամանակների կոմպոզիտորներ են եւ շատ հետաքրքիր համերգ է լինելու, հաստատ մեծ բավականություն կստանան մարդիկ, երեկոյան ժամը 19:00-ին, ամսի 4-ին օպերայի դահլիճում, օպերայի սիմֆոնիկի հետ այս համերգն է լինելու, որին սիրով մեկ անգամ եւս բոլորիդ հրավիրում եմ։ Լուսինեին եւս ողջունում ենք, նա եւս պետք է լիներ այսօր մեր տաղավարում, բայց ցավոք սրտի չի կարողացել գալ։ Ամեն դեպքում իսկապես բոլորին սպասում են Լևոնն ու Լուսինեն եւ ոչ միայն նրանք։ Շարունակենք զրույցը, ինչպես է ամբողջ նվագախումբը։ Ամբողջ նվագախումբը, այո։ Ինչպես է սկսվել ձեր երաժշտական ուղին։ Ես նվագել սկսել եմ 7.5 տարեկանից, սովորել եմ մեր դպրոցում ստուդիա կար այնտեղ, այնուհետ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, Սպենդիարովի երաժշտական դպրոցում, այնուհետ կոնսերվատորիայում եմ սովորել 6 տարի ուսանել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Տեսեք, աշխարհի հիմա գաղտնիք չեմ բացահայտի, Հայաստանը աշխարհի ամենաներառական երկրներից չէ, մեր երկրում կան ինչպես բնական խոչընդոտներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, այնպես էլ դրանց կրկնակի չափով արհեստական խոչընդոտներ կան, որոնք մարդկանց կյանքը ուղղակի բարդացնում են։ Եթե խոսենք մեր երկրում ներառականության մասին, ձեր գնահատմամբ ինչ արհեստածին խնդիրներ կան, որոնք ուղղակի կարող էին չլինել, որոնք մարդու կյանքը ուղղակի բարդացնում են։
Նախ աշխատատեղեր պետք է ստեղծեն, եթե սենց գլոբալ խոսենք, որ հաշմանդամ մարդկանց տան աշխատանք, այսինքն վերցնենք սենց, հիմա ես երաժիշտ եմ, եթե կոնկրետ զրուցում ենք, աշխատանքի հարցը պետք է լուծվի, այսինքն մենք ինչքան էլ փախնենք այդ ամենից, բայց ֆինանսն է լուծում շատ հարցեր։ Օրինակ ես 6 տարի Հայաստանում ապրել եմ ուսանելու տարիներին եւ օրինակ գնում էի կոնսերվատորիա տաքսիով գալիս էի տուն, որովհետեւ տրանսպորտը դեռ հիմա մի քիչ նոր տրանսպորտներ են բերել, ինչ որ ահագին լավացրել են, բայց ժամանակին այդ ամենը չկար եւ ես տաքսիով էի գնում գալիս, որովհետեւ այդ տրանսպորտից օրինակ կույր մարդու համար օգտվելը, չնայած կային կույրեր, որ օգտվում էին 2010 թվականից սովորեցին սպիտակ փայտիկով, լսած կլինեք, որ տեղաշարժվում են ձեռնափայտով, բայց օրինակ իմ համար շատ դժվար էր եւ ես 6 տարի սովորելու տարիներին, եթե գումար չունենայի, դեպ արդից օգտվելով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնեմ հոր եղբորս Աշոտ Կարապետյանին, որը որ երբ ես 6 տարի սովորել եմ կոնսերվատորիայում, նա լրջագույն ֆինանսական աջակցություն է ցույց տվել եւ մինչ այժմ էլ իր խորհուրդներով եւ ֆինանսապես եթե կարիք է լինում, նա իմ կողքին է, որը եթե չլիներ, ես չէի կարող կոնսերվատորիայում սովորել։ Բայց դա արհեստացի խնդիր է, չէ՞, այսինքն կարելի է հաշմանդամ մարդուն աշխատանքի չեն ընդունում շատ տեղեր։ Օրինակ ես ունեմ շատ ընկերներ հաշմանդամ, որոնք նույնիսկ 2 համալսարան են ավարտել, բայց իրենք երբ որ գնում են տեսնում են, ասենք, չի տեսնում մարդը կամ ձեռք չունի։ Ընկեր ունեմ, որը ձեռք չունի օրինակ, բայց էլի շատ լավ մասնագետ է կան խուլու համր մարդիկ, որ իմանում են, ասում են, մենք ռեզյումեն վերցնում են, ասում են, ձեզ կզանգահարենք եւ հետո չեն զանգահարում էլ։ Այսինքն մեր այս երիտասարդների շնորհիվ մեր հասարակության ջահել երիտասարդ սերնդի շնորհիվ բավականին ընդունված ենք մենք հաշմանդամներս, ասենք տրանսպորտից օգտվում ենք, նվագում ենք, բայց էլի հասարակությունը ովքեր որ պետքա տան աշխատանք գործատուն չեն ընդունում, հարմարեցված չի, որ աշխատեն, այսպիսի խնդիր կա երկրում։ Դուք Հայաստանում չեք ապրում, ինչպես հասկանում ենք։ Այո։ Արդյոք Եվրոպայում ավելի հեշտ է կենցաղային հարցերը թեկուզ լուծել կամ աշխատանքի հարցերը լուծել հաշմանդամ ունեցող մարդու համար։ Այնտեղ էլ է դժվար, բայց այնտեղ պետությունը աջակցում է շատ հարցով, օրինակ ավելի հարմարեցված է տրանսպորտը, լիֆտերը եւ էլի շատ ու շատ իրեր կան հաշմանդամների համար, սայլակները օրինակ տեղեր կան, որ բոլոր տեղերից այնտեղ մարդը, որը որ չի ոչ թե տեսողություն չունի, այլ սայլակի մեջ է ենթադրենք, հա, սայլակով մարդու համար մեր երկիրը շատ ահավոր բարդ է։ Հա, շատ դե թեկահարցակների խնդիրներ կան։ Ահա որ օրինակ այնտեղ ես Ստրասբուրգում եմ ապրում, ամբողջ քաղաքը հարմարեցված է, մարդը գալիս է նստում է, ենթադրենք ավտոբուսը կամ տրամվայը գնում է իր աշխատանքին, հետո գնում է խանութից, օգտվում է, հետո գալիս է տուն, սայլակավոր մարդ, այստեղ դա անհնար է ուղղակի, նույնիսկ շենքերի մեջ մի սենյակից մյուս սենյակը գնալ հարմար չի, որովհետև այդ պրոյեկտը, որ արել են, դուռը այնպես է դրված, որ սայլակը կարող է չմտնի եւ դուրս չգա։ Ես տեսել եմ այդպիսի բաներ։ Այ համերգի մասին էլ երբ որ կարդացի, մոտ հարց առաջացավ, թե որ համերգա սրահում է լինելու, որը արդյոք հարմարեցված է հաշմանդամություն ունեցող հերաշարժողական խնդիրներ ունեցող մարդուն, թե ոչ։ Ցավոք, քանի որ ես դե չտեսնող մարդը կարող է գալ խուլ համերը, բայց այդ հարցին չգիտեմ, որպեսզի սխալ չպատասխանեմ, կարծում եմ, որ հարմարեցված է, որովհետև տարիներ առաջ Փարոս երգչախումբը ելույթ էր ունենում եւ ինչքան գիտեմ, այնտեղ կային սայլակով մարդիկ, որոնք երգում էին։ Այդ իսկ պատճառով ես հույսով եմ, որ գոնե համերգասրահները հարմարեցված են։ Եթե չէ, պետք է ամեն ինչ անել հարմարեցնել, որովհետև նրանք էլ նույն մեր նման մարդիկ են, սովորական մարդիկ են, որոնք ուղղակի չեն քայլում, բայց այդ սայլակով նրանք կարողանում են հանգիստ ազատ տեղաշարժվել։ Տարիների ընթացքում, ենթադրենք ձեր ուսանողական տարիներից սկսած մինչև մեր օրեր արդյոք որոշակի փոփոխություններ, լավ փոփոխություններ, դրական փոփոխություններ նկատում եք ինքներդ թե ոչ եւ մշակութային կողմով, եթե դիտարկենք արդյոք ներառականություն ունեցող մարդիկ հիմա ավելի շատ են մշակույթի մեջ, քան տարիներ առաջ։
Այսպես ասեմ, մի քիչ հեռվից գամ, նախ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ իմ պրոֆեսորին Սերգեյ Քեչեկին, արվեստի վաստակավոր գործիչ, որը դասավանդում է այժմ էլ կոնսերվատորիայում։ Նա միշտ ասում էր, եթե դու սայլակի մեջ լիներ, դու չէիր կարող ուղղակի կոնսերվատորիայում սովորել, որովհետև այնտեղ էլ հարմարեցված չէր։ Բայց քանի որ տեսողության խնդիր ունեմ, ես սովորեցի։ Կրթությունը բավականին լավ կողմ էր նաև, որ հիմա նույնիսկ սովորական դպրոցում կարող է, ասենք, երեխան սովորել եւ մասնագետը գա, ասենք, ով որ այդ տվյալ խնդիրը ունի, ասենք, մեր դեպքում բրայլյան համակարգը սովորացնի եւ երեխան կարող է սովորել սովորական երեխաների հետ, այսինքն ոչ հաշմանդամություն ունեցող։ Դա լավ է, խրախուսելի է, բայց վերցնելու օրինակ ու քույրերի դպրոցը փակել, դա օրինակ ես երբեք չեմ ուզի որ լինի, որովհետև այնտեղ էլ կան շատ լավ բաներ, որ կուզենամ, որ անպայման այդ դպրոցը լինի, երեխաները իրար հետ շփվում են, բռայլյան այդ գրքերն են կարդում, չգիտեմ, այդ ամենը կարողանան սովորական մարդկանց հետ համատեղել։ Դրա համար մեր դպրոցը օրինակ շատ լավ է, այնտեղ եւ չտեսնող երեխաներ կան եւ տեսնող եւ իրանք իրար հետ սովորում են եւ դա շատ լավ է։ Բայց նաեւ թող լինի այդ, որ հիմա անում են, որ նաեւ եթե ցանկություն ունի երեխան գնա եւ սովորի սովորական երեխաների հետ։ Այսինքն երկուսն էլ թող լինի։ Շատ ուրախ եմ, որ հիմա այդպես է, նկատել եմ օրինակ վերջերս նկատել եմ շատ ուրախացա նոր լիֆտերում բրայլյան համակարգով գրված է հարկերը եւ հարկերը ասում է, դա շատ օրինակ նկատել եմ, շատ լավ է եւ օրինակ կուզենամ, որ անպայման տրանսպորտները հիմա որ կան, կանգառները ասի, հաշմանդամարտը որ լսի, ասենք չտեսնողը հատկապես իմանա, ինչպես մետրոն է օրինակ ասում կանգառները, որովհետեւ ավտոբուսների մեջ վերջերս որ նստեցի, նկատեցի, որ դա չկա։ Դա շատ կարևոր է, որ իմանա մարդը, որ կանգառում է, որ կանգառն է, որ էլ չհարցնի մարդկանց եւ լսի եւ իջնի օրինակ։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ ձեր առավոտից ինչ-որ մի հատված մեզ հետ անցկացնելու համար, հիշեցնենք, որ վաղ դեկտեմբերի 2-ը հաշմանդամություն ունեցող դեկտեմբերի 2-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, դեկտեմբերի 4-ին արդեն համերգն է, կարող եք այցելել եւ լսել մարդկանց, որոնց ոչ միշտ կարող եք Հայաստանում լսել։ Այո, եւ վայելել այդ հրաշալի համերգը, իսկ մենք միասին դիտենք գովազդ ու հետո կվերադառնանք։ Շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։